Հայաստանն ու Ռուսաստանը չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունները, շեշտում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, արձագանքելով հարցին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ կապված իրավիճակի լուծումը։ Ղազարյանը նկատում է, բացի այն, որ Հայաստանը հայացքն ուղղել է դեպի Եվրամիություն, զուգահեռ փնտրում է նաև այլ շուկաներ։ Թույլ տվեք ասել, որ հաջողել ենք, որովհետև լսում ենք այնպիսի ուղղությունների մասին, որոնք ընդհանրապես ավանդական արտահանման ուղղություններ չեն Հայաստանի Հանրապետության համար, եւ ես վստահ եմ, որ զուգահեռաբար թե խոսելով ԵԱՏՄ մեր գործընկերների հետ միաժամանակ դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը, մենք կկարողանանք սպասարկել քաղաքացիների ակնկալիքները։ Ղազարյանը վստահ է, Ռուսաստանը Հայաստանին համարելով կարևոր գործընկեր կկարողանա հանգուցալուծել խնդիրները, եթե դրանք կան։ Սա միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին չէ, ինչպես վարչապետը արդեն նշել է, սա առհասարակ նրա մասին է, թե ԵԱՏՄ-ն կա թե չէ եւ գործարկում է իր բոլոր մեխանիզմները թե չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հանրաքվե անցկացնելու Ռուսաստանի նախագահի առաջարկին, ապա Սոնա Ղազարյանի կարծիքով նման հանրաքվեի կարիք չկա։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, անելու է ամեն բան, որ կառույցը գործի։ Զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ արտահանման դիվերսիֆիկացիան, որի շուրջ արդեն բավականին երկար տարիներ մենք աշխատանք ենք տանում, տալիս է իր ծիլերը, ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին նկատել, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա դա մեծ պատմական իրադարձություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն սովորաբար փակ է պահում գյուղատնտեսական ապրանքների համար իր շուկան եւ այս աջակցությունը ԵՄ-ի կողմից սա իսկապես բարձր գնահատականի արժանի քայլ է։ Անդրադառնալով նորընտիր խորհրդարանին, Սոնա Ղազարյանը կարևորեց, որ նիստերը բավականին նորմալ հունով են ընթանում, նաև բովանդակային առումով։ Արդյոք քաղաքացիական պայմանագիրը որոշում ունի կողմ քվեարկելու ազգային ժողովի փոխնախագահի Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին, Ղազարյանը պարզաբանեց, Վարդևանյանին հարցեր ուղղելուց եւ նրա եզրափակիչ ելույթը լսելուց հետո խմբակցությունը նիստ կգումարի եւ որոշում կկայացնի։ Հիշեցնեն, որ պարոն Վարդևանյանը եղել է Սերժ Սարգսյանի ցուցակում, Ռոբերտ Քոչարյանի ցուցակում նա նաև մանդատ է ունեցել մի քանի տարի, հետո վայր է դրել այդ մանդատը եւ հանրությունը այդպես էլ չի իմացել, թե ժողովրդի վստահության քվեն ինչու չի պահպանել եւ հիմա ուրեմն Սամվել Կարապետյանի ցուցակումը հետաքրքիր է լսել, թե ինչ այնպես չեն արել Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, որ ի վերջո նա հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում։ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի հետ քաղաքացիական պայմանագիրը որևէ հարցում համաձայնություն չունի, բայց ժողովուրդը պետք է կարողանա տեսնել քաղաքակիրթ խորհրդարան, որին հետևելը կլինի հաճելի, շեշտեց նա։ Քաղաքացիական պայմանագրի նորընտիր պատգամավոր Տարոն Չախոյանը եւս կիսում է այն կարծիքը, որ ընդդիմություն իշխանություն բանավեճը պետք է տեղի ունենա բացառապես բարեկրթության սահմաններում։ Նախորդ ազգային ժողովի ժամանակ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների կողմից բազմիցս եղել են առաջարկներ, այս նույն բարեկրթության սահմաններում փորձել կազմակերպել նիստերը եւ ելույթները, ինչպես նաեւ բանավեճերը, սակայն ընդդիմության ներկայացուցիչների կողմից այդ առաջարկները մերժվել են, շատ ժամանակ այդ ամեն ինչը տեսագրվել է հենց տեսախցիկներով, ինքներդ ականատես եք եղել այդ ամեն ինչին, դե կներեք չի կարող լինել այդ բարեկրթությունը միակողմանի։ Կոպիտ ասած, ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է նաև իշխանությունից։ Դե կներեք, ոնց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք եւ սպասենք, որ մեզ ծեծեն, լուրջ։ Չախոյանը աբսուրդ է որակում նաև ընդդիմադիրների կողմից ընտրակաշառքի հարյուրավոր դեպքերը չընդունելը։ Նրա կարծիքով անընդունելի է, որ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ եւ նրանց միայնակ թողեցին քրեական գործերի հետ։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։